Բարև ցավդ տանեմ։ Ինչ կա չկա, Միսակ ջան։ Ում պասպորտն ես տվել յանց, Միսակ։ Ով է վեցել ձերդ պասպորտը։ Հետո ինչ պետք է չի երեխի պասպորտը միլիցիան վեցել է։ Ուսել են ու պետք է արագածին տանք պասպորտը։ Երեխինքս ինչ ենեմ։ 2010 թվականին, երբ մեկնում էին Լիպովցի, Գոհար Խաչատրյանին դեռևս անծանոթ էր թրաֆիկինգ բառը։ Մեծ տղան Միսակը մինչև օրս չգիտի ինչ է նշանակում աշխատանքային թրաֆիկինգ բառակապակցությունը։ Մայր ու տղա մի հասարակ երազանք ունեն՝ վերստին միավորվել ու ապրել հայրենի Գյումրիում։ Երկու ամուսնությունից 5 երեխա ունի Գյումրիի բնակչուհի 43-ամյա Գոհար Խաչատրյանը։ Աղջկան արդեն ամուսնացրել է։ Երկու անչափահաս տղաները Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների գիշերային խնամքի ու պաշտպանության հաստատությունում են։ Իսկ 26-ամյա Միսակն ու 17-ամյա Սամվելը Գոհարի պնդմամբ պատանդ են Լիպովցիում 25 տարի գործարարությամբ զբաղվող ծնունդով էջմիածնեցի Արագած Հարությունյանի մոտ։ Գոհարի պատմելով իրեն զանգահարել է անձամբ Արագածն ու առաջարկել գտնել հաստուխների իր գործարանում աշխատելու համար, խոստանալով բնակարան, մշտական գրանցում, բարձր վարձատրվող աշխատանք։ Ես Արագած ջան, տուն ունիմ, տեղ ունիմ, ինչ ենեմ, դու ծախ ես սախ, մենք ստեղ իրեքսեին նայենք կարե, գրանցումը կենենք, երեխի դպրոցի հարցերը գլուծենք, ամեն ինչ լավ կեղնի։ 2010 թվականի նոյեմբերի 10-ին Արագածի փեսին եկավ դոկումենտները տարավ, իմս, Սամվելի գինս, Հովանեսինս, Արմենինը։ Գոհարը երկու տղաների և քրոջ ամուսնու հացթուխ Արմենի հետ 2010 թվականի նոյեմբերի 16-ին մեկնել է Լիպովցի։ Գնացինք, մեզի ամիսը խոսացել էր 30,000 Արմենին, լավաշ թխող ռուբլի, 20-ից 25,000 ռուբլի ընձի, տղուս 20,000 բի տալ։ Նոյեմբերի 16-ին գնացինք 2010 թվի, մինչև փետրվարի 13-ը աշխատանք, ոչ մի գումար չվարձատրեց Արագածը։ Ասեցի Արմեն, սպես չի եղնի, երտանք մոդելն փող տա մեզի, կամ միգուցե այդ մարդը տուն նորարել է, այդ փողը դուրս կուկա, կամ միգուցե ես շատ գիտեմ, Տոմսերի փողը դուրս կուկա մարդ է։ Երանք մոդկցանք յան, Արագածը կինը, հաշվապաները նստած էին։ Ինչ եղե, կամ աղը դե պաքս է, կամ մաղը, սի չէ, շեֆ ջան, եկել ենք ու հաշվարկեն, մեզի փող տաս։ Ինչ փող, սի ինչ եղտե, մեր ռոճիկից փող տու, երտանք մարդ ենք վերջը, մենք մեզի դրսևորենք, աման չամանանենք, իա, հաշվարկելա, որ դուք եք պարկ մնացե։ Սի ինչի Արագած ջան, շեֆ ջան, սի այդ տնից դուս կուկաս այդ փողերը, ինչ տուն, սոր մեզի տուն է սարը, չէ, սա վարձը վետ տունը։ Գոհար Խաչատրյանի Լիպովցի հասնելուց 2 ամիս անց Գյումրիից նույն ուղղությամբ մեկնել է նրա ամուսնացած դուստրը Կարինե Խաչատրյանն ամուսնու հետ, երկու փոքրիկներին թողնելով սկեսրոջ մոտ։ Դու աշխատել ես խմորեղենից։ Խմորեղեն չի եղել, ես գնացել եմ այնտեղ բուլկի է եղել, այդ բուլկին է խմորեղենը սկզբից եղել է, հետո փակվել է, իշմարտ այդ զակասը չի ընդունել, ես է ստիված ինձ հմի ես չեմ եկել նստելու։ Ինչքան գումար է վճարել այդ ամիսներին։ Այդ ամիսներին ուրեմն ամուսինս ուղիղ 3 ամիս Տոմասի մեջ գնացածի փողն է փակվել, մենք մեջ տարածով յոլա ենք գնացել, իսկ ինձ վճարել է 8000 մայր։ Ամուսինս գնացել է այնտեղ այդ ցեխի բոլոր պեշկերով է զբաղվել, այդ տորկերով բոլոր զբաղվել է, ինչ գործ ունեցել է, սաղ գիշեր ցերեկ իմ ամուսինս աշխատել է։ Դրա արդյունքում մենք մենակ պարտք ենք փակվել, հետո եթե ես իմ հետը ստարած չեղնեի, մենք դաժե այդ պարտքն չէինք կրնա փակվեինք, որովհետև հազիվ սնվեինք։ Իսկ ընդեղ կան թանկեր, որ հերոյ չէինք կրնա աշտանք իրա խանութներ, կամ բդի իրա խանութից առևտուր էնեինք, էլի ու հարց էր, այսօրվա դրությամբ մենք ստեղ չեղնեինք։ Գոհարի և Կարինեի պատմություններից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում Արագածը իր բարեկամներին խնդրել է հավաքագրել սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց։ Սկզբում տպավորություն է ստեղծել, որ նորմալ վճարում է, ինչպես արել է Միսակի դեպքում։ Հետագայում Միսակի ու նրա նմանների միջոցով Լիպովցի է հրավիրել վերջիններիս ազգականներին ու ծանոթներին։ Որպեսզի կաղման մեջ պահի, Արագածը սովորաբար աշխատանքային գրաֆիկն այնպես է կազմել, որ մարդիկ ազատ ժամանակ չունենան։ Ձգտել է, որքան հնարավոր է արձեռն չվճարել աշխատավարձերը, և մարդիկ սովահար չլինելու համար ստիպված ապառիկ գնումներ են կատարել սեփականատիրոջ խանութից։ Առաջացած պարտք ամսվա վերջում Արագածը վերահաշվարկ է արել աշխատավարձի տեղ և պարզվել է, որ դեռ մի բան էլ աշխատողն է պարտք մնացել նրան։ Գոհարը, Կարինեն, Կարապետն ու Հովհաննեսը ոչ թե վերադարձել, կարելի է ասել մի կերպ փախել են Լիպովցիից։
Սամայլոտով չենք եկել, պոեզով ենք եկել, դիգե սիված ենք եկել, այդ վաղ պոեզը 30-40 հազար մայետ է, սամայլոտը շատ թանկ էր, մենք չէինք կրնակային։ Հետքի հրապարակումներից հետո Գոհարին հրավիրել են հույս եւ օգնություն հասարակական կազմակերպություն, ինչպես նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարի 6-րդ վարչություն։ Կնոջը խոստացել են կարճ ժամանակում անել հնարավորը տղաներին Լիպովցից Հայաստան վերադարձնելու համար։ Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում 2012 թվականի հունվարի 24-ին նյութեր են նախապատրաստվել քրեական օրենսգրքի 132 հոդվածի հատկանիշներով։ Ես էլի այս վաղծով տնից գերնիմ, դուսը կմնամ, հրաբարակը կքննիմ, գերնիմ, բայց իմ երկու երեխես ընձի հասնին, շատ կխնդրեմ, ուրիշ բան չեմ ուզի ես։